Մեզ համար Իրանի դեմ պատերազմի որ ելքն է նախընտրելի։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իհարկե ես կցանկանայի իդեմս Իրանի տեսնել ժողովրդավարական բացասարակություն, ազատ, որտեղ կառուցակարգերը այնպիսին են, որը որևէ երկրի, այդ թվում նաև իր մերձավոր հարևաններին, առավել ևս կոնկրետ մեզ, երբևէ չի կարող որևէ խոչընդոտ հանդիսանալ, մեզ համար Իրանը Պարսից ծոցի ուղղությամբ կդառնա կամ կունենա այնպիսի հաղորդակցության հնարավորություն կդառնա, որը մեզ հնարավորություն կտա հաղորդակցվել աշխարհի երկրների այդ հատվածի երկրների հետ։ Տեսեք, շատ կարևոր հարց բարձրացեցիք։ Վերջի տարիներին ես մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ Հնդկաստանից մեր ռազմական մատակարարումը իրականացվում էր հիմնականում Իրանի միջոցով, տարածքի միջոցով։ Հիմա եթե մենք Իրանում ցանկացած ձևաչափով տեղի են ունենում այնպիսի գործողություններ, որոնք վտանգի տակ են դնում այդ ուղին, սա նշանակում է մի բան։ Դա կլինի Իրանի մասնատվելու դեպքում։ Այո։ Քիչ հավանական։ Այո։ Թե այնուամենայնիվ հավանական։ Գիտեք, ես պատուանը փակված չեմ համարում, որովհետև իհարկե, եթե չեմ սխալվում, հենց այսօր Թրամփը հայտարարեց, որ հնգօրյա չհարձակման կամ էներգետիկ ենթակառուցվածքներին չհարձակվելու հրաման է տվել եւ Իրանի հետ տեղի են ունենում ինչ-որ բանակցություններ, բայց կներեք, պատերազմից առաջ էլ այդպիսի քննարկումներ կային եւ ես պատերազմը չեմ համարում ավարտված, որովհետև քանի դեռ ըստ էության նոր ստատուս քվոյի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, կամ այսպես կարելի ասել, հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ Իրանը չի համաձայնվում այն պահանջներին, որոնք ներկայացվում են իրեն, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելը կամ այլ հնարավոր պոտենցիալ պետություններ, որոնք շահագրգռված են Իրանի անվերապահ կապիտուլյացիայով, կամ չունեն այս պահին ամենալավ ձևաչափը բանալին Իրանի անվերապահ կապիտուլյացիային հասնելու համար, կամ դեռևս համբերում են ինչ-որ ժամանակ են վատնում, օգտագործում ինչ-որ խնդիրներ կարգավորելու համար։ Այլ կերպ ասած, պարոն Մնացականյան, եթե ընդհանրացնենք, հիմա պատերազմի ելքը կանխորոշելու միտված որևէ եզրակացություն կամ հետևություն վաղ է դեռևս անել է։ Մեզ համար, ասեմ ձեզ, ինձ համար կոնկրետ ես շատ կցանկանայի, որ ընդհանրապես Իրանում եւ Հայաստանի ցանկացած քաղաքական դիրքում գտնվող անձ, առավել ևս քաղաքական վերնախավի համար Իրանում հանգստությունը եւ Իրանում որևէ ռազմական էսկալացիայի չեզոքացումը շատ կարեւոր է։ Դա անուղղակորեն է ազդում մեզ վրա, Աստված մի արեցի, եթե էսկալացիան գլոբալ, ուրեմն զարգացվածության միտում ունենա, առավել ևս ձեր կողմից մատնանշված մասնատումը, ես չգիտեմ մասնատման արդյունքում ինչ տեղի կունենա։ Այսինքն չգիտեմ ասելով, որը մեկը չի կարող կանխատեսել։ Բայց էսկալացիան ոչ միայն շարունակում է, այլև տեսեք, այսօր զրուցել են նորից Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարները։ Այո։ Մի քանի օր առաջ կարծեմ հանդիպել են։ Այո։ Այս զրույցի սղագրությունում շոշափվում է նաև Կասպից ավազանում ինչ որ իրավիճակ։ Ինչն է Իրանին մտահոգում առ Ադրբեջան։ Ադրբեջանի հնարավոր ռեսուրսների օգտագործումը իր դեմ, Ադրբեջանի հանրույթում ընդհանրապես Իրանի նկատմամբ ունեցած տրամադրվածությունները, Իրանի Իսլամական Հանրապետության, այո, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում էթնիկ ադրբեջանցիների գոյությունը, նրանց հավակնությունները։ Ի վերջո, խնդրում եմ նկատի ունեցեք, որ Ադրբեջանի հետ աշխատում են այնպիսի պետություններ, մասնավորապես Իսրայելը, որոնք այս պահին ուղղակիորեն բախման մեջ են գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ակնհայտ էր, ես հեռու եմ այն մտքից, որ Նախիջևանի օդանավակայանի երկնակամարում ԱԹՍ-ի կիրառումն ու պայթեցումը դա պատահականության արդյունք է։ Նույնիսկ եթե դա Իրանի հետ
կապված չէր, սադրանք էր, դա փորձ էր Ադրբեջանին ինչ-որ ձևով ներգրավելու, կամ եթե ուղիղ Իրանի կողմից իրականացվող գործընթաց էր, դա ուղղակի նախազգուշացում էր Ադրբեջանին ինչ-որ գործողություններից զերծ մնալու համար։ Այսինքն երկու դեպքում էլ մի դեպքում փորձ է արվել Ադրբեջանի ներքաշել Իրանի դեմ, մյուս դեպքում Իրանի սցենարի դեպքում Ադրբեջանը այնուամենայնիվ ինչ-որ գործընթացի մեջ ներ է քաշվել, որպեսզի ասում է Թուրքիան է հետ քաշում Ադրբեջանին։ Զասպում, դա հասկանալի է, Թուրքիա-Իսրայել հարաբերությունները ուզում է դուրս բերել դա։ Ում վերահսկողությունից։ Իսրայելի վերահսկողությունից։ Ես գիտեք խաղադրույքները այնքան բարձր են այս առումով, որի պայմաններում ես չեմ կարծում, որ այս փուլում Ադրբեջանին հնարավոր է դուրս բերել նման ազդեցությունից, եթե այդպիսի պոտենցիալ ուներ Թուրքիան, ապա վաղուց պետք է դա արվասնել, առավել ևս բոլորի համար հայտնի են Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները եւ Թուրքիա-Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները։ Թուրքիան Իսրայելը օգնեցին հաղթել պատերազմում, հիմա չեն կարող։ Տեսեք, խնդիրը հետեւյալն է, եթե միայն Իսրայելի դեպքում լիներ, ես ձեր տեսակետը ինձ համար լրիվ տրամաբանական կլիներ, բայց խնդրում նկատի ունեցեք, որ այս պատերազմի մեջ ներքաշված է ոչ միայն Իսրայելը, այլ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն խաղադրույքը ավելի բարձր է եւ այս տվյալ դեպքում Թուրքիան գործ ունի ոչ միայն Իսրայելի հետ, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այսինքն այստեղ խնդիրը ավելի շատ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ խնդրի կարգավորմանը հասնելն է, այլ հարց է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչպես է տեսնում այդ խնդրի կարգավորումը։ Իհարկե, իրենք կարողացան Իրանի ռազմաքաղաքական էլիտային ոչնչացնել բառեզբուն իմաստով, գիտեք ինչ, շատ հեշտ է ասել հոգևոր առաջնորդին վերացեցին, պաշտպանության նախարարին վերացեցին, Աստված մի արած, հələ բերեք այդ համեմատության մեջ դնենք ցանկացած այլ երկրի հետ ու փորձենք հետևությունների հանգենք։ Տեսնենք այդ երկրից ինչ պետք է մնացած լիներ։ Հասկանում եք։ Հիմա ըստ էության շատ խորքային Հա, տեսեք, խորքային հարված է հասցվել Իրանին։ Խորքային հարված է հասցվել Իրանին, բայց մենք պետք է հասկանանք, թե Իրանը այս ամեն ինչից ինչպես դուրս կգա։ Շատ հնարավոր է, որ իրանք հրաժարվեն իրենց միջուկային ուրեմն նպատակներից, շատ հնարավոր է, որ իրենք բոլոր դեպքերում ինչ-որ կոնֆիդենցիալ համաձայնության հասնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այստեղ պետք է իմ սկզբնական միտքը արձանագրել, որ դեռևս պատուանը բաց է մնում, կոնֆլիկտը շարունակվում է, տեղափոխվել է հնգօրյա բանակցությունների դաշտ, կախված նրանից, թե ուժերի ինչպիսի հաշվեկշիռ է, օրինակ ինձ զարմացրեց Թրամփի այն հայտարարությունը, որ նա ասում էր, որ նեղուցի հայտնի նեղուցի բացումը պետք է արևմտյան երկրները միասին փորձեն համոզեն Իրանին, որ Իրանը այդ նեղուցի ապաշրջապակումը իրականացնի։ Այստեղ ակնհայտ է, որ կամ երկու պատճառ ունես ամեն ինչի դիրքորոշումը, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող ինքնուրույն բացել կամ ճնշում գործադրել, կամ փորձ անում արևմտյան երկրներին ներգրավել, ներքաշել այս գործընթացի մեջ։ Ինչ տպավորություն է թողնում Հայաստանի նախընտրական դիսկուրսը։ Նախընտրական դիսկուրսը հիասթափեցնող է, պարոն Մնացականյան։ Ես 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ նման խոսույթ էր շրջանառվում, ես ինքս որպես ակտիվ մասնակից այն ժամանակ ես մեր ամբողջ հանրությունից ներողություն խնդրեցի նման անորակ, ցածրորակ խոսույթի համար, եւ սա պատիվ չի բերում մեր ժողովրդին առաջին հերթին։ Սա չի ուժեղացնում Հայաստանը։ Ինչ? Ինչու է այդպես։ Գիտեք, սա էլ ունի որոշակի տրամաբանություն։ Մեր ժողովրդի վերջի տարիների գլխով անցածը, հիմա տեսեք, եթե ամբողջ այդ էմոցիան հանենք, Էլի խաղաղության ու պատերազմի մասին է խոսակցությունը։ Այսինքն խաղաքարտերը պարզ են, ինչ է խաղարկվում։ Այո, պատերազմի եւ խաղաղության հարցն է քննարկվում։ Հիմա տեսեք, բայց այստեղ այնքան հակասությունները մեծ են, որ
ամենատրամաբանական հարցն է առաջանում։ Հակասություն, խաղաղություն ընտրել թե պատերազմ։ Ոչ, պատերազմի հավանականության մասին։ Եթե այս իշխանությունը խոսում է խաղաղության մասին, խոսում է սահմանադրության հռչակագրի հանելու մասին, խոսում է տնտեսական, ուրեմն էներգետիկ ենթակառուցվածքները Ադրբեջանի ու Թուրքիայի ենթակառուցվածքների սինխրոնիզացնելու մասին, խոսում է ճանապարհների ապաշրջափակման մասին, այսինքն ըստ էության կատարելի եւ կատարում է Ադրբեջանի ու Թուրքիայի հնարավոր ու անհնար բոլոր պահանջները։ Հարց. Ճանապարհների ապաշրջափակումը միայն Ադրբեջանի ցանկությունն է։ Ոչ, կան նաև այլ աշխարհաքաղաքական կենտրոններ։ Չէ, ես լրիվ այլ հարց եմ ուզում հռետորական բարձրացնել։ Եթե ֆորմալ առումով ամեն ինչ կատարվում է Հայաստանի կողմից եւ սպասարկվում է այդ պահանջները, Ադրբեջանը ինչու պետք է պատերազմ սկսի, պարոն Մնացակյան։ Ինչ խնդիր է լուծելու Ադրբեջանը պատերազմով։ Եթե իրենց նպատակը Զանգեզուրով Նախիջևան գնալն է, դա էլ թրիփի միջոցով ապահովում է։ Եթե տարածքային ամբողջականության ճանաչումն է, ճանաչվել է։ Եթե ուրեմն Արցախի հետ կապված խնդիրն է, մոռացվել է, մոռացում է ճակերտավոր կամ Հայաստանի քաղաքական իշխանությունը այդ թեման իր համար, այդ օրակարգը իր համար փակ է։ Ու ասում է թույլ չեմ տալու Ղարաբաղյան շարժում շարունակվի։ Ես ուզում եմ հարց տամ։ Պատերազմ ինչի համար պետք է Ադրբեջանը վարի կամ սկսի։ Բայց տեսեք Նիկոլ Փաշինյանի վերջի հայտարարությունը շատ ավելի վտանգավոր է։ Տեսեք, ասում է, եթե մենք չհավաքենք սահմանադրական մեծամասնություն, չի ասում, որ եթե մենք իշխանության չգանք, ասում է նույնիսկ եթե իշխանության գանք, մնանք, վերարտադրվենք, բայց սահմանադրական մեծամասնություն չունենանք, պատերազմ է սկսվելու։ Որ խնդիրը լուծելու համար։ Դա ինձ թվում է ակնարկ է այն ուժերին, որոնք կարող են կան եւ ռևանշիստական։ Այդ ուժերը դիցուկ եկել են, ենթադրենք եկել են։ Բայց ես չեմ լսել, որ այդ ուժերը ասում են մենք գալիս ենք պատերազմ։ Այո, բայց մի վարքյան, այդ ուժերը ենթադրենք եկել են, այդ ուժերը պատերազմ են սկսելու, որ խնդիրը լուծեն։ Ադրբեջանի ռևանշ են դիմելու, ուրեմն Արցախը հետ բերելու խնդիր են լուծելու։ Այսինքն ձեր տրամաբանությամբ Ադրբեջանի համար միևնույն է, Հայաստանում ինչ իշխանություն կլինի։ Իհարկե։ Եվ երկրորդը, գիտեք ինչ, հիմա էլի հակասությունների մասին խոսեցինք, հիմա տեսեք, այս քարոզությունը ինչի համար է տարվում։ Նիկոլ Փաշինյանը այս հակադրությունը ինչու՞ է ասել։ Ասում են մեզանից բացի, ասում են ուժերը, որոնք հավակնում են գալ Հայաստանի իշխանության, ավելի նրանք ինքնիշխանության հետ կապված խնդիր ունեն, Հայաստանը վերածելու են գուբերնիայի, Հայաստանի ինքնիշխանության մակարդակը նվազեցնելու են, եթե ավելի պարզ ասենք, Հայաստանը դնելու են կախվածության մեջ Ռուսաստանից կամ մեծացնելու են այդ կախվածությունը մի խոսքով եւ կատարելու են այստեղ այն գործառույթը, որը իրենց կհրամցվի կամ կհրամայվի, այսինքն մենք վերածվելու ենք գործիքի։ Հիմա հարց է առաջանում, հարգելի պարոն Մնացականյան, եկեք սառը վերլուծենք։ Երբ Նիկոլ Փաշինյանն է ասում, ընդ որում 2 օր առաջ, Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն է, մենք պետք է կարողանանք նրանց հետ ապահովել մեր հարաբերությունները, ընդլայնենք, ԵԱՏՄ-ի շրջանակներում մի խոսքով, բոլոր առումներով շատ 15-20 օր առաջ, այո, Ռուսաստանի հետ հարաբերություն ունենալը, լավ հարաբերություն ունենալը չի նշանակում Ռուսաստանին թույլ տալ միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Ես ավարտեմ իմ խոսքը։ Երբ որ այդ Նիկոլ Փաշինյանն ասում, երբ որ ասում է Պուտինը եւ Միշուստինի իմ ընկերներն են, նրանց հետ ունեմ ջերմընկերական հարաբերություններ, մենք ամեն ինչ անում ենք, ավելին իր գործունեությամբ ինքը մեծացրել է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, դա դիվանագիտություն է, դա նորմալ հավասարակշռված բալանսավորված քաղաքականություն է, բայց երբ իրենից բացի մեկ այլ քաղաքական ուժ կամ գործիչ է ասում, ուրեմն ռուսի ստրուկ է, ռուսի ագենտ է, Հայաստանը փորձում է դնել Ռուսաստանի կախվածության մեջ, սա քաղաքական դեմագոգիա է, պարոն Մնացականյան։ Դուք մտածում եք, դուք խելացի մտավորական մարդ եք, դուք մտածում եք Հայաստանում կարող է երբևէ որևէ իշխանություն լինել, որը Ռուսաստանին պետք է հռչակի թշնամի ու սկսի պատերազմ վարի Ռուսաստանի դեմ։ Այսինքն անհեթեթություն է, չէ՞։ Ցանկացած իշխանություն պետք է վարի Չէ, արժանապատիվ քաղաքականություն։ Հայաստանի ինքնիշխանության իմունիտետը բարձրացնել, կախվածությունը կտրել տարբեր երկրներից, միայն Ռուսաստանին չեմ ասում։ Այո։ Մեկ այլ բան է անպայման ունենալ մի հովանավոր, որը կթելադրի ինչպես է ապրելու դու Հայաստանում։
Ես կարծում եմ դա նաև սերունդների մտածողության խնդիրն է, այս նոր սերունդը ավելի քիչ է մտածում այդ ուղղությամբ, ավելին աշխարհը ամեն օր փոխվում է եւ մեր այդ պոստսովետական եւ սովետախորհրդային ժամանակահատվածի մտայնությունը աստիճանաբար դուրս է գալիս մեր հասարակության մոտից եւ ցանկացած հաջորդ սերունդ ինքնիշխանության ավելի մեծ պաշար ունի։ Եվ անկախ քաղաքական, ուրեմն պայքարի դիրքավորումից քաղաքական ուժերի մոտեցումներից ես այդպես եմ մտածում։ Կարծում եմ հետեւյալը, որ մենք անկախության սերունդ ենք, մեր սերունդը շատ ավելի շատ շահագրգռված է ապահովել Հայաստանի ինքնիշխանությունը, նրա ինքնիշխանությունը երբևէ չդնենք քաղաքական սակարկման, երբևէ կասկածի տակ չդնենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր ռազմավարական շահերից բխող հարաբերությունները չկառուցենք աշխարհի բոլոր երկրների հետ։ Համաձայն։ Ստե քննարկելու բան չկա, պարոն Մնացական։ Այս մթնոլորտում ինչպես եք պատկերացնում հայ-ադրբեջանական օրակարգը։ Հայ-ադրբեջան օրակարգը ես մի քանի անգամ ասել եմ։ Այո, ես մի քանի անգամ ասեցի հետեւյալը, խոսեցինք Ռուսաստանից, բայց ուզում եմ սադրել, էլի, ասենք հայ քաղաքական միտքը չունի այդ հարցի պատասխանը, որ եթե աշխարհակաղակական իրադարձությունները այնպես դասավորվեն, որ 5 տարի, 6 տարի, 10 տարի հետո հանկարծ մեզանից որևէ մեկին կանչենք Կրեմլ կամ Վաշինգտոն կամ Փարիզ ու ասեմ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ։ Մենք դրա հարցի պատասխանը ունենք կամ հենց այս նույն Իրանի շուրջ ձևավորված այս կոնֆրոնտացիայի արդյունքում ձևավորվի մեր տարածաշրջանում այնպիսի քաղաքական իրավիճակ, որտեղ դիլեմայի առաջ մենք կանգնած լինենք, պատերազմը մեզ օգուտ է թե վնաս է, այդ հարցի պատասխանը մենք ունենք, բայց եթե Աստված մի արածի Հայաստանը կանգնած լինի նման երկընտրանքի առաջ, ասենք չէ, մենք խաղաղություն ենք ուզում, աշխարհում կա հասարակություն, որը խաղաղություն չի ուզում, բայց պետությունը հենց նրա համար է, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինի ռազմական էսկալացիայի մեջ ներգրավելու։ Պետք է պատրաստ լինի ճշգրիտ խաղաղությունը պահպանելու, պաշտպանելու։ Հիմա այդ եմ ասում, բայց մեր հնարավորությունները այնպեսին են։ Դա անվիճելի է, դա անվիճելի է։ Այո։ Վիճելի է այն Հայաստան ուզում է սադրել, թե Հայաստան ուզում է Հայաստանը նման պոտենցիալ չունի սադրելու։ Եկեք արձանագրենք, որ Հայաստանի իսկ Հայաստանին կարող են համոզել, ստիպել սադրել։ Այդ եմ ասում, մենք ունենք այդ հարցի պատասխանը։ Եթե 5 տարի, 6 տարի հետո, հիմա մի տարի հետո մեր այդ աշխարհակաղակական կենտրոնները մեր ականջին շշնջան, որ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ։ Մենք այդ հարցի պատասխանը ունենք, ժողովուրդ։ Մենք ունենք, մեր ազգային անվտանգության հայեցակարգը ունենք, թե ոչ։ Խոսում ենք Իրանի մասնատման մասին։ Հիպոթետիկ, եթե Իրանը մասնատվի, Ադրբեջանի հնարավոր ուժեղացումը վարկածների մեջ կարող է լինել, կարող է Ադրբեջանը օգտվել Իրանի մասնատումից ու մեծացնի իր աշխարհագրական տարածքը կամ իր ազդեցության տարածքը։ Մենք ինչ պետք է անենք, մենք այդ հարցերի պատասխանները ունենք։ Սահմանադրության փոփոխությունը ես հասկացա, որ ադրբեջանական պահանջ է ձեր դիտարկում։ Այո, իսկ վաղուց այդ պահանջի կատարումը լավ, համարենք այդպես։ Պահանջի կատարումը փակում է հարցը։ Փակում է կնճիռը հայ-ադրբեջանական։ Չի փակում, որովհետև կգա ցանկացած հաջորդ իշխանություն ու կփոխի սահմանադրությունը, ինչ։ Էլի այո, այսինքն Ալիևը այդ առումով իրեն կներեք դրել է հիմարի տեղ ու փորձում է տպավորություն ստեղծել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը բացարձակապես պայմանավորված է Հայաստանի սահմանադրությամբ։ Եղբայր Նիկոլին պարտադրում եք, հիմա Նիկոլը կգնա այդ սահմանադրական փոփոխությունների, ենթադրենք, կփոխի, որ Նիկոլը հավերժ չի, կգա մի հատ հաջորդ իշխանություն, կունենա քաղաքական կամ կվերականգնի նույն սահմանադրությունը։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այդ տեքստի հանելը, մտցնելը, պահպանելը չի լուծելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։ Այստեղ արդար լուծում է պետք, պարոն Մնացականյան։ Հիմա կոնկրետ այս կոնֆլիկտի արդյունքում Ադրբեջանին հասել է ամեն ինչ, հայ ժողովրդին ոչինչ։ Մենք պետք է հասկանանք, կամ պետք է համակերպվենք այդ իրավիճակի հետ, կամ հաջորդ սերունդները, մեզ չեմ ասում մտածեն ռևանշի մասին, բայց ի վերջո մի բան հասկանանք։ Ադրբեջանում 94 թվականին մտածում էին այնպես, ոնց որ հիմա մտածում են, չգիտեմ, որոշ սեգմենտներ, բայց իրանց մեջ աճեց մի սերունդ, որ իր առաջ քաղաքական կամք դրեց, փոխեց իր երկրի զարգացման ուղղությունը, փոխեց իր երկրի
քաղաքական, ռազմական հաշվեկշիռը ի վնաս Հայաստանի աշխատեցին հասան իրենց նպատակին։ Հիմա այս փուլում մեզ պարտադրվում է հանուն սեփական իշխանության վերարտադրման փակել հնարավոր ու անհնար բոլոր սողանցները հետագայում ուժեղ մրցունակ ներուժ ունեցող պետության ձևավորման։ Ուժեղ Հայաստանը, կենսունակ, ես այլ ենթատեքստ չեմ տեսնում, իսկապես մրցունակ, կենսունակ Հայաստանը կարող է փոխել իր քաղաքական նպատակները։ Եվ դա ցանկացած պետությանը բնորոշ վարքագիծ է։ Որոշ տերմիններ օգտագործեցիք, միանգամից ուզում եմ հարցնել, որևէ նախասիրություն ունեք, նախընտրություն ունեք այս քաղաքական մենք գոնե ֆավորիտներից ցանկը։ Ֆավորիտներից ակնհայտ է Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժն է, դա ակնհայտ է, չի քննարկվում այս համար եւ ցանկացած գիտակից մարդ էլ տեսնում է, որ Սամվել Կարապետյանի շուրջ։ Այսինքն դուք արդեն աջակցություն եք հայտնում։ Չէ, հիմա տեսեք, աջակցության մասին չի խոսքը, փաստի արձանագրում է։ Հիմա տեսեք, մենք արձանագրում ենք հետեւյալը, որ քաղաքական դաշտում իդեմը Սամվել Կարապետյանի հայտնվել է նոր դերակատար, որը խախտել է բոլորի խաղաքարտերը, հայտ է ներկայացնել, հիմա տեսեք, եթե իրենք չլինեին, բոլորովին ուրիշ իրավիճակ էր ձևավորվելու քաղաքական դաշտում։ Իրենք մտել են իրենց ներուժով, իրենց ռեսուրսներով եւ հայտ են ներկայացնել բավականին հավակնոտ, որ փոխել են իշխանությունը։ Այ հիմա տեսեք, Ռոբերտ Քոչարյանը եթե նորի մտներ, դա նորություն չէր։ Մենք տեսել ենք նրա անցած ճանապարհը 5 տարի, Սերժ Սարգսյանի անցած ճանապարհը ոչ միայն 5 տարի, այլ 10, 20, 30 տարի։ Ես խոսում եմ նոր դերակատարի մասին, որը ունի ռեսուրսներ, պոտենցիալ եւ իր շուրջ ձնագնդի էֆեկտով ուրեմն մեծացող ընտրազանգված։ Սա ասում եմ էսպայ դրությամբ, վաղը մի ամիս հետո, երկու ամիս հետո ինչ կլինի, ընտրությունների արդյունքը ինչ կլինի, չեմ կարող ասել։ Մենք լավ, գոնե կարող եք ասել, ինչու չի հաջողում ընդդիմությանը միավորվել։ Դա բազմաշերտ է, դուք տեսեք։ Չէ, բազմաշերտ է, բայց մի նպատակ են հայտարարում, չէ՞, բոլոր ընդդիմադիրները։ Դուք ում նկատի ունեք, ում միանա։ Ովքեր որ այսօր հայտ են։ Ասենք ես չեմ պատկերացրի, որ Սամվել Կարապետյանը պետք է միանա Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Գագիկ Ծառուկյանը։ Ճիշտ հակառակը, մտածում եմ, որ իրենք մտել են խաղի մեջ Սամվել Կարապետյանի խանգարելու համար։ Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունը ո՞րն է։ Ես չեմ հասկանում։ Կամ Գագիկ Ծառուկյանը 2007 թվականից զբաղվում է քաղաքական գործունեությամբ բոլոր ընտրությունների ժամանակ, այսինքն ինքը որպես գործիք օգտագործվել է բոլոր իշխանությունների կողմից։ Հիմա այդ մարդը ինչ է ուզում անի։ Իսկապես մտածում եք, որ իրենք հիմա այն ժամանակն է, որ իրենք պետք է վարչապետ առաջադրելու ուղղված մանդատներ ստանան, նման հավակնություններ ունենան, ակնհայտ է, չէ, որ իրենց քաղաքական այս գործընթացներին ներգրավելը ունի կոնկրետ քաղաքական դրդապատճառ։ Կամ Ռոբերտ Քոչարյանը չի պատկերացնում, կամ չի հաշվարկում, շատ լավ էլ հաշվարկում են, պարոն Մնացականյան։ Կոնկրետ իմ խորին համոզմամբ իրենք այս գործընթացի մեջ են, այդ իշխանության քարոզչական մեքենան է աշխատում, որ Գյումրի 2-ն անելու։ Եթե այս մարդկանց իրական նպատակը այս իշխանությանը հեռացնելն է, բոլոր քիչ թե շատ գիտակից մարդիկ շատ լավ հասկանում են, որ անհրաժեշտ է համազգային կոնսոլիդացիա, համազգային համախմբում, մինուս մի քանի ուժեր, որը տեղի չի ունենում, հասկանում եք, որը տեղի չի ունենում։ Հիմա եթե տեղի ունենա համազգային կոնսոլիդացիա, Ռոբերտ Քոչարյանի շուրջ 2021 թվականը վկա, ակնհայտ էր, որ տեղի չունեցավ համազգային կոնսոլիդացիա։ Հիմա Գագիկ Ծառուկյանի շուրջ առավել եւս տեղի չի կարող ունենալ այդ կոնսոլիդացիա։ Հիմա այդ մարդիկ վստահ եմ, ինձանից շատ լավ պոտենցիալ ունեն հաշվարկելու։ Ես չունեմ այդ նյութական միջոցները սոցիոլոգիական հարցումներ պատվիրելու։ Իրանք ունեն, չէ՞։ Իրենք չեն պատկերացնում, ընդ որում իմ ունեցած հավաստի տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանի անձի ռեյտինգը ավելի մեծ է, քան շատ ու շատ այլ քաղաքական ուժերի։ Այսինքն ինձ համար ակնհայտ է, որ իրենց նպատակը ոչ միայն իշխանության չգալն է, ոչ միայն իրանք շատ լավ հասկանում են, այլ իրենց նպատակը նաև կոնկրետ ուժի կամ այդ համախմբման process-ին խանգարելն է։ Շատերի նպատակը կլինի ոչ թե իշխանության գալ, ոչ հրապարակային նպատակին, այլ գտնվել քաղաքական նավում Հայաստանում։ Գիտեք, քաղաքական նավում գտնվելը շատ հարաբերական է, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի նման մարդը 10 տարի ոչ միայն քաղաքական նավից դուրս էր,
այլ ընդհանրապես իրանց տանը նստած էր, բայց դա չխանգարեց, որ ճիշտ ժամանակին հայտնվեր քաղաքական պրոցեսների մեջ ու դառնալ նոր քաղաքական գործընթացի ճարտարապետը։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի օրո կամ նրա գոյության պայմաններում մեր քաղաքական կյանքը այնպեսի հախուռն է, այնպեսի քաոսային է, որ 2026 թվականով կյանքը չի ավարտվելու։ Նիկոլ Փաշինյանը առավել մեծ խաղադրույք է դրել, ասում է ընտրություններից հետո մենք դնելու ենք հանրաքվեի, օրինակ ես ինքս մեր քաղաքական ուժը տեսնում ենք այդ սահմանադրական գործընթացում առավել մեծ դերակատարություն, ես կարծում եմ որ պետք է ձևավորվի սահմանադրական շարժում եւ այդ ամբողջ գործընթացը պետք է իսկապես հանրությանը ճիշտ աշխատելու պայմաններում հանրությանը բացատրել, որ սահմանադրական փոփոխությունները նախ ֆեյք են, ֆեյք օրակարգ են եւ չեն բերելու խաղաղություն Եվ Նիկոլ Փաշինյանի ուրեմն այս գործադրած ջանքերը սահմանադրությունը փոխելու միտված են աչքակապությանը եւ կոնկրետ Ադրբեջանի պահանջը կատարելուն, բայց առանց երաշխավորության, որ այդ պահանջը կատարելուց հետո տևական խաղաղություն կհաստատվի։ Հիմա այս ձեր նկարագրած կոնֆիգուրացիան ում է ձեռնտու ավելի շատ։ Ներսում թե դրսում։ Ներսում։ Այս բորշեփել է Նիկոլ Փաշինյանը Այո, բորշեփել է, բայց գիտեք ինչ, այստեղ մեծագույն մի խապկան կա, Նիկոլ Փաշինյանը մեծագույն մոլորության մեջ է, որ հաղթել է, եթե 18-ին 21-ին կհաղթի նաև բոլոր ժամանակներում։ Ի վերջո մի պահ գալու է, որ ինքն էլ է պարտվելու։ Ոչ ոք, իսկապես ոչ ոք, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում, որ հատակին հայտնվում են առաստաղից։ Այդ ինքը ոչ ցմահ է եւ ոչ էլ, չգիտեմ, ունի է ներուժը եւս մի քանի տարի լեգիտիմ առումով ղեկավարելու, այսինքն ինքը ստեղծել է մի իրավիճակ, որ ցանկացած պարագայում իր գործունեությունը Հայաստանի քաղաքական դաշտում ամեն օր իջացնում է իր քաղաքական վարկանիշը, որովհետեւ ձեզ համար պարզ դառնա, պարոն Մնացականյան, շատ կարճ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինքը ստացել է 884,000 ձայն։ 3 տարի անց պատերազմից հետո ինքը 2021 թվականին ստացել է 680,000 ձայն։ Անհավանական բան է միջելը։ Անհավանական բան եմ ասում, բայց ստացել է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չլինեին, ինքը այդքան ձայն չէր ստանա։ Այդքան ձայն ինքը ստացել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չվերադառնան իշխանության։ Հաջորդը, որտեղ աշխարհում նաև չկար նախադեպ, որ պարտված քաղաքական ուժի ղեկավարը, պատերազմի մասն է խոսքը, կստանա նման ուրեմն աջակցություն սատարում։ Հիմա իրենց իսկ հրապարակա սոցիոլոգիական հարցումներով Նիկոլ Փաշինյանի վարկանիշը տատանվում է 24-ից 30%, ճիշտ է։ Բայց մնում է ամենաբարձրը։ Թողենք, հասկանալի է, այդ նույնիսկ ամենաբարձրի պայմաններում, հարգելի պարոն Մնացականյան, եթե նույնիսկ առավելագույնով չափենք 30%-ով, դա նշանակում է 680,000-ի կեսն է։ Հասկանում եք, այսինքն մոտավորապես 300,000 ձայն ունի այսօր Նիկոլ Փաշինյանը։ Բայց հիմա թողենք ով ռեյտինգ ունի կամ ով չունի։ Ես ուզում եմ ուրիշ հարց տամ։ Ընկեր, քո ռեյտինգը խի է 50%-ով իջել։ Դու եք ինչ ես արել, որ դու այտենց 50%-ով գահավիժել եք քո վարկանիշը։ Մի հատ 5 տարվա Ինչ Թրամփի եղբայր, թողեք կլինի Թրամփին հանգիստ թողնենք։ Մեզ մեր Թրամփն է։ Եթե մենք Թրամփին հանգիստ թողնենք, ինքը մեզ հանգիստ չի թողնի։ Հասկանալի է հարցի ուրեմն իմաստը, բայց բոլոր դեպքերում մենք գործ ունենք կոնկրետ գործընթացի, չէ՞։ Այսինքն ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ես հասկացա, ձեր տրամաբանությամբ շատ ցածր մասնակցությամբ ընտրություններ են սպասվում։ Այո, սա մեկ եւ երկրորդը, հիմա տեսեք տարալուծված ձայներով տոկոսային հարաբերակցությամբ Չէ, ես դեռևս չեմ բացառում, որ տեղի կունենա ինչ-որ պորտկում կամ համախմբում, որտեղ ժամանակ կա։ Ձեր պատկերացմամբ ընդգծված առաջնորդ չի լինելու այս, ֆավորիտ չի լինելու այս ընտրություններում։ Ֆավորիտի պոտենցիալ հավաքությունը որը օրակարգ Սաղել Կարապետյանը ունի 50+1 50+1 գիտեք ինչ, մարտի 31-ին 2018 թվականին, հարգելի պարոն Մնացականյան, երբ որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից իր պայուսակը, ուսապարկը գցեց մեջքին սկսեց քայլել, մենակ Խելագարը կարող էր ասել, որ ընդամենը 23 օր հետո Սերժ Սարգսյանը ասելու է ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր։ Մեր քաղաքական դաշտի տրամաբանությունը եւ մեր հանրային տրամադրությունները այնպիսին են, որ չի բացառվում վերջի 10 օրում կարդինալ փոփոխություններ տեղի ունենան։
Դրա համաձայն եմ։ Ես ուրիշ բան էի ուզում ասեի, ավարտենք, որ հետեւյալը։ Նիկոլ Փաշինյանը ինչու է այսօր խոսում երկու բառից՝ պատերազմ ու խաղաղություն, հասկանում եք, դա ուրիշ բան չունի ասելու։ Ուր է նրա քաղաքական մենյուն։ Ինքը պետք է այսօր ասել, ես այսքան գործարան եմ ստեղծել, աշխատատեղ եմ ստեղծել, սա եմ արել, սա ոչ մի բան չի արել։ Այդ գործարան աշխատատեղը առանց խաղաղության ինչպես կարելի է ստեղծել։ Առանց խաղաղության։ Բասմա խաղաղություն են բերել։ Ինքը չի ասում խաղաղություն են բերել։ Բա որ խաղաղություն ես բերել, 2 տարի խաղաղություն եք բերել, ասում եք մի փամփուշ չի կրակվել, ճիշտ է։ Բան մնացականը դա ամենաիդեալական ժամանակահատվածը չէր 2 մետր Ադրբեջանի հետ դելիմիտացիա անելու։ Դեմարկացիա անելու 2 տարվա մեջ ակնհայտ չէ որ մեծ ֆեյք է, խաբեություն է 2 տարի դուք ինչով եք զբաղված Մեհեր Գրիգորյանի ու Մուստաֆային Մուսա, հա, իրանց փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովները։ Այսինքն, եթե դուք մեր ժողովրդին ասում եք խաղաղություն, հա, փաստացի, բայց սրանից լավ ժամանակահատված։ Բայց բերեք մեր աչքնել ցույց տայեք, ասեք, տեսեք ժողովուրդ ջան, հիմա խաղաղություն է, այս 2 տարվա մեջ 10 կիլոմետր արեցին։ Բայց խաղաղություն չի նշանակում հարցեր չկան երկրների միջև, չէ՞։ Այդ հարցերը միշտ լինելու են, պարոն Մնացականը։ Նույնիսկ Վրաստանի հետ մենք մինչև հիմա ունենք հարցեր դելիմիտացիայի, դեմարկացիայի։ Այդ հարցերը առավելևս Ադրբեջանի հետ միշտ լինելու են։ Միշտ։ Քիչ որ Ռուսաստանի հետ, Իրանի հետ պատերազմի մեջ չենք, նրանց հետ հարցեր չկան։ Մենք մեր ժողովրդին պետք է բերենք այդ կոնդիցիայի, որ ցանկացած երկրի հետ մենք միշտ ունենալու ենք հարցեր, այդ առավելևս Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Բայց ես ուզում եմ հասկանալ, այդ հարցերի լուծումը մենակ Հայաստանին է, Ադրբեջանում հեչ հարց չկա, որ պետք է լուծվի։ Սրա մասին է խոսքը։ Հարցերը շատ են, բայց ենթադրում եմ այդ հարցերի հանգուցալուծումը հունիսի 7-ից հետո է սպասվում։ Այո, ես հունիսի 7-ը չեմ համարում ավարտ, ճիշտ հակառակը, հունիսի 7-ից հետո սկսվելու է իրական քաղաքականությունը։ Ինձ համար ակնհայտ է, որ որոշ քաղաքական սեգմենտներ այս ընտրություններից հետո, օրինակ անկեղծ եմ ասում, էլի ես Ռոբերտ Քոչարյանը չի պետք է հիմա մասնակցել ընտրությունների, Նիկոլ։ Այն չի պետք է Գագիկ Ծառուկյանը չի պետք է հիմա մասնակցել ընտրությունների։ Էլի ուժեր կան, ես ուղղակի ինչի մնացին այս մարդիկ քաղաքական դաշտում 5 տարի, դու որ եկար իշխանության, դու լրիվ ուրիշ բան էիր ասում։ Ասում էիր մեր երկրում պետք է ընտրակաշառք բաժանող կուսակցությունները փակվեն, դադարեցնեն իրենց օլիգարխները պետքա չգործեն, Հայաստանում պետքա, ինչի մեր քաղաքական ուժը այսօր պետք է կենսունակ չլինի, չենք լապել, չենք թալանել, չենք կեղծել, միլիոնավոր դոլարներ չենք դիզել, այսինքն դու ստեղծել ես մի հատ ֆեյք կառավարման քաղաքական համակարգ, որ այս երկրում ով փող ունի ինքը պետք է մասնակցի քաղաքական ընտրություններին։ Մի հատ նայեք թե իր օպոնենտները ովքեր են, պարոն Մնացականյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան, այսինքն Հայաստանում մենակ հնարավորություն, նյութական ահռելի, անչափելի հնարավորություն ունեցող քաղաքական միավորները։ Սամվել Կարապետյանի մասով բան չեմ ասում, մարդը իր ամբողջ գործունեության ամբողջ Հայաստանից դուրս է աշխատելա, ստեղծելա։ Ընդ որում մեր կուսակցության հիմնադիր համագումարում 21 թվականին ես ասել եմ, Հայաստանը պետք է դարձնել հաջողակ մարդկանց ու հաջողության հասնելու երկիր, որտեղ ուզում են աշխատած լինեն Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, աշխարհում մենք ունենք բազմաթիվ մեծահարուստ հայրենիներ, Իսրայելը ո՞նց է դարձել Իսրայել, իրենց հարուստ ազգակիցների ներուժով։ Մենք պետք է կարողանանք այդ բոլոր ներուժ ունեցող հայերի հնարավորություններն ու ռեսուրսները բերենք Հայաստան, ուժեղացնենք Հայաստանը։ Սա է իմ ընկալումը։